անպայման շնորհակալություն։ Արմեն Խաչատրյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Նահապետյան, ցանկացած իրավապահ մարմնի խնդիրը նախանցագործությունները նախականխելը, կանխարգելելը, այնուհետև բացահայտումն է, այս առումով օրինակ ազգային անվտանգության ծառայությունը ունի տասնամյակներով լավ մշակված եւ իրագործվող պրակտիկա, դա գաղտնիք չէ դերերի համակարգն է, դեստույշի ռեզերվ ռուսերենով ասած, այսինքն այն հիմնարկները, որտեղ որ ռիսկեր կան ազգային անվտանգությանը վերաբերվող հանցագործությունների կամ խնդիրների առաջացման, այդ ծառայությունը այնտեղ ներկայացուցիչներ ունեն, ովքեր թույլտվություն ունեն ուսումնասիրել փաստաթղթաշրջանառությունը եւ բոլոր գործառույթները ուսումնասիրել եւ պետք է ասեմ հաջողությամբ ազգային անվտանգության ծառայությունը բավականին երկար տարիներ կանխարգելել է շատ ու շատ հանցագործություններ, որոնք կարող էին առաջանալ։ Հիմա տեսեք, մասնագիտացված կառույց կա արդեն կոռուպցիայի դեմ պայքարի համար եւ մասնագիտացված կառույցը ես կարծում եմ, որ պետք է ռիսկային մարմիններում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ որ կոռուպցիոն ռիսկերը բոլորիս հայտնի է, որ շատ բարձր են եւ դեր տասնամյակներ ազգային անվտանգության ծառայությունը այդտեղ ներկայացուցիչներ ունի այդ խնդիրը հաշվի առնելով հիմա ես կարծում եմ որ պետք է կոռուպցիայի ձեր կառույցը անպայման ներկայացուցիչ ունենա եթե դուք ներկայացուցիչ ունենաք ձեր մուտքերը ապահովված լինեն դուք փաստաշրջանառությանը հետևեք կարծում եմ որ կոռուպցիոն ռիսկերի 50-60%-ը դուք կարող եք նախականխել կամ կանխարգելել իսկ 50-60% դա արդեն շատ մեծ թիվ է եւ բավականին արդյունավետ աշխատանքի արդյունք է մենք պետք է սպասենք ոչ թե որ կոռուպցիան տեղի ունենա հետո մտածենք ոնց բացահայտեց 100-ից 1-ը կարողանանք բացահայտել ու այդքան ռեսուրս ծախսել այլ ի սկզբանե եթե դուք ներկայացուցիչ ունենաք պետական մարմիններում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը շատ բարձր են եւ դա թաքցնել այսօր հնարավոր չի, ես կարծում եմ, որ կանխարգելիչ գործունեությունը բավականին էֆեկտիվ կլինի։ Շնորհակալություն, ինչ եք մտածում այս մասին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, իրականում շատ ճիշտ դիտարկում է ձեր կողմից։ Մենք այս հարցը նաեւ հակակոռուպցիոն կոմիտեում ենք քննարկել, որպեսզի այդ նույն հնարավորությունը նաեւ ներդրվի հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն սա պահանջում է որոշակի օրենսդրական փոփոխություններ եւ մեր կողմից ուսումնասիրություններ կատարվեն նաեւ համապատասխան նախագիծ կներկայացվի որոշակի օրենսդրական փոփոխությունների եւ միանշանակ այս ձեր կողմից նշված հանգամանքը եւս հաշվի կառնենք եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաեւ այդ մասով նախագիծ կներկայացնենք։ Շնորհակալություն։ Ունեք արձագանք, համեցեք։ Շնորհակալություն, իսկ կարծում այո շատ կարևոր է, տեսեք, ձեր օպերատիվ աշխատակիցը ինչ որ հա տիրապետում է որոշակի բազաներին, ես գիտեմ էլեկտրոնային շտեմարաններին, բայց նրա արդյունավետությունը ժամային առումով շատ ավելի ցածր է, քան եթե գտնվեր այդ նույն հիմնարկում, մուտքի ելքի հնարավորություն ունենար, նաև տեսողական մի շարք տեղեկատվություններ կհավաքեր եւ կտիրապետեր ամբողջ օպերատիվ վիճակին, վաղն էլ ռիսկեր առաջանալու դեպքին շատ արագ ձեր ծառայությունը կարող է արձագանքել եւ նախականխել, շնորհակալություն, մենք էլ պատրաստ ենք այդ օրենսդրական նախաձեռնությունը քննարկել եւ հնարավորինս աջակցել այս ուղղությամբ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Թագուհի Թովմասյան, հաջորդ հարցի համար համեցեք։ Շնորհակալություն։